Ցավոք հրաշք տեղի չունեցավ, հայտնաբերվել է 2-ամյա երեխայի դին։ Այսօր ժամը 10:40-ի սահմաններում ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության աշխատակիցները Մարմարիկ գետում Հրազդան Ջեկի մոտակա կամրջի մոտ հայտնաբերել են մայիսի 4-ից որոնվող երեխայի դին։ Կատարվել են բազմաթիվ որոնողական գործողություններ հենց գետի հունում Մարմարիկ գյուղի մերձակայքում, գյուղացիների տներում, գյուղամիջյան տարածքներում և այլ մատչելի ուղղություններում։ Տիգրանի անհետացման հետ կապված շրջանառվում են տարբեր վարկածներ, որոնցից մեկը այսօր ստվերային կերպով հայտնվեց գայլի մասին տեղեկություն։ Ըստ որոշ շրջանառվող լուրերի, գյուղի շրջակայքում իբր գայլեր են հայտնվել, ինչն էլ որոշ մարդկանց հիմք է տվել ենթադրելու, արդյոք հնարավոր է երեխայի անհետացման հետ կապ ունենա գիշատիչ կենդանի։ Այս վարկածը միանգամից մի քանի հարց է առաջ բերում և ամենակարևորը, արդյոք իրականացվել են նման ուղղությամբ ուսումնասիրություններ, մասնավորապես մերձքաղաքային և անտառային հատվածներում գայլերի շարժի վերլուծություն, բներ կամ որջեր որոնել, կենդանաբանական մասնագետների կողմից տեղանքի գնահատում։ Հավանաբար սա է պատճառը, որ վերջին շրջանում սկսվել են նաև անտառում որոնումները։ Փրկարարական գործողությունների պլանավորումը երբեմն ենթակա է մի քանի գործոնների՝ տեղանքի վտանգավորություն, եղանակային պայմաններ, որոնողական ռեսուրսների ուղղությունը ստացված վարկածների ու վկայությունների։ Ըստ նախնական վարկածների մեծ հավանականությամբ դիտարկվում էր, որ երեխան ընկել է Մարմարիկ գետ։ Այդ ուղղությամբ կատարվել են ջրային որոնումներ ջրասուզակների ներգրավմամբ։ Սակայն երբ այս վարկածը մինչև այժմ դեռ չի հաստատվել, որոնումները սկսել են աստիճանաբար ընդլայնվել, ներառելով անտառային և նաև գյուղամերձ տարածքներ։ ԵՒս մեկ գործոն, որն ազդել է անտառային որոնումների ժամանակացույցի վրա, հավանաբար եղանակային պայմաններն են։ Նախորդ օրերին տեղացող անձրևները բարձրացրել էին գետերի մակարդակը, մեծացրել տարածքի տիղմի, սողանքների և այլ վտանգների ռիսկը, հատկապես կենդանիների համար։ Քննարկումների առարկա է դառնում նաև այն հարցը, արդյոք տեղացած անձրևները չեն խաթարել շների որոնողական ունակությունները։ Պետք է հասկանալ, որ փրկարար ծառայության կինոլոգիական խմբերն ունեն հատուկ պատրաստվածություն աշխատելու նույնիսկ բարդ մթնոլորտային պայմաններում։ Ճիշտ է, անձրևը մասամբ կարող է լվանալ հոտերի որոշ մաս, սակայն մարդու հոտային հետքը որոշակի պայմաններում պահպանվում է նույնիսկ օրեր շարունակ։ Կախված հողի խոնավությունից, խոտածածկույթի խտությունից, միջավայրի ջերմաստիճանից և իհարկե քամու ուղղությունից։ Հատկապես անտառային պայմաններում հոտը կարող է պահպանվել բույսերի, ծառերի և հողի մեջ, թույլ տալով շներին ճանաչել նույնիսկ ուշ ժամանակահատվածում։ Այս դեպքերում շները կարող են հայտնաբերել մարդու թողած հոտի հետք, հագուստի մնացորդներ, երեխայի օգտագործած որևէ իր կամ նույնիսկ կենսաբանական հետքեր։ Եվ վերջապես, ինչու չեն դադարեցվում որոնումները։ Բազմիցս հնչած հարցերից է՝ ինչու չեն դադարեցնում որոնումներն, ինչպես արվում է որոշ դեպքերում որոշ ժամանակ անց։ Պատասխանը հուզիչ է ու պարզ։ Փոքրիկ Տիգրանի պատմությունը վերածվել է համազգային ցավի և համաժողովրդական հույսի։ Պետությունը, փրկարարները, կամավորները, լրագրողները և հազարավոր քաղաքացիներ միավորվել են մեկ նպատակով՝ գտնել Տիգրանին։ Սա արդեն ոչ միայն որոնողական գործողություն է, այլ հասարակության հավաքական համերաշխության վկայություն։ Աշխատանքների շարունակականությունը ոչ միայն հույսի նշան է ընտանիքի համար, այլև վստահություն քաղաքացիների համար, որ հնարավոր է բոլոր միջոցները գործարկվում և գործի են դրվում։ Այսօր վերսկսված որոնումներն անտառում շների օգնությամբ նոր ուղղություն են տալիս գործին։ Սա չի նշանակում, թե այս ուղղությունն առավել հավանական է նախորդներից, այլ որոնումներն ուղղակի ընդլայնվում են խորը վերլուծությունների և տեխնիկական հնարավորությունների շրջանակում։ Քանի դեռ հույս կա, փրկարարները չեն նահանջելու ոչ մի վայրկյան, և հենց այս հույսն է, ինչն ապրեցնում է Տիգրանի հորը, մորը, հարազատներին ու մի ամբողջ ժողովրդի։ Ինչ պետք է արվի, որ գայլի վարկածը չբացառվի։ Նախ՝ կենդանաբանների և բնապահպանների ներգրավում։ Այս մասնագետները կարող են գնահատել, արդյոք տվյալ տեղանքում գայլերի շարժն այս սեզոնին բնական է կամ բներ և ինչպիսի տարածքներում կարող են լինել։
որոնումներ հնարավոր որջերի շրջանում։ Եթե անտառներում կամ լեռների ստորոտներում հայտնաբերվեն բներ կամ անցքեր, դրանք պետք է ուշադիր ուսումնասիրվեն առնվազն հնարավոր մնացորդների կամ հոտի առկայության համար։ Տեղաբնակների վկայություններ հավաքագրել արդյոք նախկինում գայլեր տեսել են և եթե այո, որտեղ։ Դիտարկող տեսախցիկներ տեղադրել որոշ հատվածներում, որպեսզի գիշերային ժամերին հնարավոր լինի որսալ հնարավոր կենդանու շարժ։ Փրկարար շների աշխատանքն ուղղել նաև կենդանիների թողած հետքի հայտնաբերմանը, ինչը հատուկ վարժեցված շների դեպքում հնարավոր է։ Գիշատիչների վտանգը, հատկապես փոքրիկ երեխաների դեպքում, երբեմն ոչ անմիջապես ակնհայտ է։ Եթե նույնիսկ հնարավորությունը շատ փոքր է, այն պետք է ստուգվի, հատկապես հաշվի առնելով, որ մյուս ուղղություններով առայժմ հստակ արդյունքներ չկան։ Հասարակության կողմից այս վարկածի բարձրաձայնումը մի նպատակ ունի՝ ապահովել, որ ոչ մի տարբերակ չմնա ու չուսումնասիրված։ Փոքրիկ Տիգրանի ճակատագրի անորոշությունը պահանջում է առավելագույն լայնածավալ և բազմակողմանի մոտեցում թե մարդկային, թե կենդանական միջամտությունների տեսանկյունից, և մենք հուսով ենք, որ շատ շուտով Տիգրանը կգտնվի ողջ և առողջ։ Մենք հավատում ենք այս ամենին։